Ինտիմությունը մինչև այս բաղը գբնթե, որ ընդրությունները անարտար էին, կան զանգվածային խախտումներ, կեղծումներ։ Մենք անգիր գիտենք, հա, ընտրություն կեղծելը ոնց է լինում, ճնշումները, բռնաճնշումները, գումար բաժանելը ինչ տեսք է ունենում, բոլորս գիտենք, դրա մեջ ենք ապրել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն փորձել բացատրել, որ ինչ է Իրանից ներկայացնում ընտրություն կեղծելը, դա կարծում անշնորհակալ գործ է։ Դա կարելի անել մի մարդու, որ ընդհանրապես Հայաստանը չի ճանաչում։ Այս ընտրությունները բավականին աննախադեպ էին այն գումարի ծավալով, որ փորձ արվեց որոշ ընդդիմադիրների կողմից դրա արդյունքում ազդեցություն ունենալ ընտրությունների երգի վրա ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր խոսքը տեղ հասցրեց ու որոշումը ամեն դեպքում ինքը կայացրեց անկախ այդ ճնշումներից։ Շատ դեժ էր նախընտրական պայքարը այն իմաստով, որ բոլոր կողմերում վիրավորեցին, առավել վարչապետի խոսույթի մեջ բադիժներ սահմանելու, բադիժներ այսպես գործադրելու անընդհատ խոսույթը կար։ Ինչ կգարձեք դուք, վարչապետը կընտրե այդ ճանապարհը, թե կգնա հասարակության մեջ հաշտության ինչ որ իղծեր գամրջելու ուղղությամբ։ Հիմա այդ որոշումը նաև մեծապես մեզնից է կախված լինելու։ Հիմա եթե պիտի ինչ որ քաղաքական ուժեր դա տորպեդահարեն ու իրանց քաղաքական շահերից ելնելով այնպես անեն, որ թրիպը իրոք դառնա միջանցք, դա շատ վատ տեղ է մեզ տանելու։ Բարև ձեզ արևելքի հարթակով, ես Սակո Արյանն եմ, որոշ բացակայությունների հետ կվերադառնանք հետեր, նշեմ նաև, որ գործուղման մեջ էինք արևելքի հարթակով այս անգամ Աթենքի մեջ եւ այնտեղ են դարձյալ հարաճիգա օրերում ցեզի պիտի հրամցնենք որոշ դեսանյութեր հարցազրույցներ, հետևեցեք մեր թողարկումներուն։ Այսօր հյուրս գրող արձակագիր Այկովյանն է, բարի եկածեք այս անգերտ զրույցին։ Ինչպես կքննադեք ընտրություններու արդյունքը, բարոն Հովյան։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Ինչ վերաբերում է ընտրություններին, տպավորությունն է, որ բոլոր կողմերը դժգոհ են մնացել ընտրությունների արդյունքներից։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը հույս ուներ, որ սահմանադրական մեծամասնություն նորից կունենա, ինչպես նախորդ ազգային ժողովի ընտրությունների պարագայում էր։ Ընդդիմությունը հա տիտղոսակիր ընդդիմությունը ասածը ամեն դեպքում հույս ուներ, որ իշխանությունը կվերցնի, ավելի փոքր ուժերը գոնե հույս ունեին, որ խորհրդարան կանցնեն, բայց արդյունքում կարծես թե բոլորն էլ դժգոհ մնացին ընտրությունների արդյունքից, բայց դրանից անդին, եթե խոսենք գնահատականի մասին, պիտի հաշվի առնենք, որ այս ընտրությունները բավականին աննախադեպ էին այն գումարի ծավալով, որ փորձ արվեց որոշ ընդդիմադիրների կողմից դրա արդյունքում ազդեցություն ունենալ ընտրությունների երգի վրա ու գուցե նաև դա հաշվի առնելով, որ այդ ճնշման պարագայում ամեն դեպքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր խոսքը տեղ հասցրեց ու որոշումը ամեն դեպքում ինքը կայացրեց անկախ այդ ճնշումներից։ Գիտեք, ընդդիմությունը մինչև այս բաղը գբնթե, որ ընդրությունները անարտար էին, կան զանգվածային խախտումներ, կեղծումներ եւ այսպես մագնիշներ կշարե, մակպայներ կշրայլե եւ անթին քաղաքական փողոցային բայկարի ոչ մեկ նախանշույլ կա։ Սա խորքի մեջ քաղաքական հասունություն կհամարեք, թե սեփական ուժերու հանդեպ անվստահության արդայդություն։ Գիտեք, ինչ վերաբերում է ընտրությունների ելքը կասկածի տակ դնելուն, նման խոսույթը կարելի ասել մարդկանց, ովքեր Հայաստանը չեն ճանաչում։ Ես իմ ամբողջ գիտակից կյանքը Հայաստանի Հանրապետությունում եմ ապրել ու իմ նման մնացած բոլոր մարդիկ են, մենք անգիր գիտենք, հա, ընտրություն կեղծելը ոնց է լինում, ճնշումները, բռնաճնշումները, գումար բաժանելը ինչ տեսք է ունենում, բոլորս գիտենք, դրա մեջ ենք ապրել, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն փորձել բացատրել, որ ինչ է Իրանից ներկայացնում ընտրություն կեղծելը, դա կարծում անշնորհակալ գործ է։ Դա կարելի անել մի մարդու, որ ընդհանրապես Հայաստանը չի ճանաչում։ Իսկ ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, հետընտրական զարգացումների համար նախ առաջին հերթին
լայն մասաների մոտ անարդարության զգացում պիտի լինի, որ իրենք քվեն գողացել են կոպիտ ասած։ Եվ իջնի փողոց։ Հա, բնականաբար չկա այդ լայն զանգված այդ մասան, որ անարդարության զգացում ունի, չկա։ Ով որ իշխանություններին է ձայն տվել, ինքը այդ անարդարության զգացումը չունի, ընդդիմության մի զգալի ձայներ փողով առնված են, այդ մարդն ինչ անարդարության զգացում պիտի ունենա, եթե ինքը փողա վերցրել, գնացել ընտրելա։ Մի մասը Ռուսաստանից են եկել ընտրել, գնացել եւ արդեն մոռացել են նույնիսկ այդ մարդիկ թե ոնց եկան, ոնց գնացին, ով պիտի դուրս գա փողոց։ Իսկն չկա այդ անարդարության զգացողությունը չկա։ Այսինքն մոմենտումի բացակայությունը գոբիդ ասած։ Հա, պիտի լինի այդ զանգվածը, ինչի համար դուրս գան փողոց։ Այսինքն պարզապես կանգնել ասել այսա կեղծված ընտրություններ են, եկեք դուրս գան փողոց, դա բավարար չի։ Մարդը ինքը գիտի այդ ընտրությունները կեղծված են, թե չեն կեղծված։ Իսկ շատ պարզ է ամեն ինչը։ Տրամաբանությունը շատ հասարակ է, անկախ նրանից թե ինչ են ընդդիմադիրները խոսում։ Դա եւս մի ցուցիչ է բանի, որ այդ ընտրությունները չեն կեղծվել։ Որտեւ մենք գիտենք, չէ, հետանդրական զարգացումներն ինչա, Հայաստանում ենք ապրում, ասենք, չգիտեմ, մեզ պատմել ինչա Իրանից ներկայացնում հետանդրական զարգացումը, չգիտեմ 2008 թվական տեսած մարդկանց ծիծաղելի է, էլի։ Այսինքն այլ առնվազն այս խաղաղությունը չերլար, չէ, հետանդրական ասենք process-ի մեջ, եւ մարդիկ փողոցը գլային եւ Անշուշտ ընդդիմադիրները գիտեն, որ իրանք չեն կարող փողոց գեներացնել, մարդ չեն կարող հանեն փողոց, որտեղ այդ անարդարության զգացողությունը գոյություն չունի։ Իսկ վերադառնալով վարչապետի խոսույթին, գիտեք, այս շատ դեժ էր նախընտրական պայքարը այն իմաստով, որ բոլոր կողմերում վիրավորեցին, առավել վարչապետի խոսույթի մեջ բադիժներ սահմանելու, բադիժներ այսպես գործադրելու անընդհատ խոսույթը գար, այսպես ասենք, սպառնալիքը գար ճագերդի մեջ, որոշ քաղաքական դեմքերու հանդեպ, ավելի ճիշտը ինտիմատիր բարակլուխներու հանդեպ, ինչ կգարձեք, դուք վարչապետը գնդրե այդ ճանապարհը, թե կգնա հասարակության մեջ հաշտության ինչ որ իղծեր գամրջելու ուղղությամբ, դուք ինչպես կտեսնեք ընդանուր մտնոլորտ։ Թե երբ որ խոսքը գնում է հաշտության մասին, պիտի հասկանալ ինչի շուրջ ենք ինչի շուրջ է հասարակությունը հաշտվում։ Այստեղ կարևոր բանալին է այդ հաշտությունը կլինի, թե չի լինի։ Հիմա եթե մի շատ ֆունդամենտալ հարցերի շուրջ գոյություն ունի ծայրահեղ տարբեր մոտեցումներ, հա, այնպիսի հարցի շուրջ, թե ասենք Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյություն ունենա, թե չպիտի գոյություն ունենա, կամ ինչ տեսքով պիտի գոյություն ունենա։ Շատ բարդ է տեղ հաշտության եզրեր գտնել։ Ինչի շուրջ պիտի այդ հաշտությունը տեղի ունենա։ Եթե այդ իմ համար օրինակի համար կան որոշակի կարմիր գծեր, որից այն կողմ հաշտությունը օրինակ իմ համար անպատկերացնելի է, հա։ Այսինքն, եթե պիտի ինչ-որ մեկի հետ նստել վիճարկել Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյություն ունենա կամ պիտի գոյություն չունենա, այդտեղ ինչ ընդհանուր եզր է հնարավոր գտնել։ Հիմա մյուս մասի համար էլ, չգիտեմ, այդ կարմիր գիծը կարա լինի Արցախի հանդեպ վերաբերմունքը, որ մարդիկ համարեն, եթե մարդը թեկուզ ներքուստ իր մեջ հաշտվում է նրա հետ, որ Արցախը այլևս կորսված է, այդ մարդկանց հետ ընդհանուր սեղանի շուրջ նստել չի լինի, բարևել չի լինի եւ այլն եւ այլն։ Այսինքն ֆունդամենտալ հարցերի շուրջ անհամաձայնություն գոյություն ունի։ Հիմա թե դրա լուծումները ինչ տեսքա ունենալու, ոնց է լինելու, շատ բարդ է ասել, իմ համար էլ որպես Հայաստանում ապրող մարդ խնդրահարույց է դա, բայց այս լուծումները տենց չեմ տեսնում անկեղծ ասած, հա, չեմ տեսնում այդ ինչի շուրջը հնարավոր հաշտություն գտնել, որովհետև տպավորությունը այնպես է, որ այդ հաշտությունը ասացի տակ ամեն կողմը տեսնում է մյուս կողմին ոչնչացնել, վերացնել ու մարգինալացնելը։ Հիմա թե արդյունքում ինչ է լինելու, ես կդժվարանամ պատասխանեմ։ Գիտեք, ինչու հարց կուտամ այս առումով, որովհետև գսկամ, որ ընդդիմությունն ալ գշահագործե Փաշինյանի խոսույթը եւ իրենք ալ իրենց ասենք թեզերը առաջ կդանին եւ այնտեղ ոչ մեկ դրական խոսույթ կա, ինչպես նշեցիք, բոլորը գուզեն բոլորին ոչնչացնել։ Այս ընթացքով գրնա շարունակել մեր քաղաքական կյանքը ի վերջո քաղաքական կյանքը գոչված է հասարակության մեջ հաշտության եզրեր գտնել, չէ, ի վերջո։ Այդ առումով ինչ կմտածեք դուք։ Գիտեք, արդեն պիտի սովորած լինենք
Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի կերպարի բովանդակությանը, հա, ինքը այն մեր պատկերացրած դասական ոճի քաղաքական գործիչը չի, որ տենց ինչ որ կոստյումը հագած նստած միայն ինչ որ դեկլարատիվ բաներ է ասում ու ընդհանրապես բովանդակությունը դրա մեջ է։ Նիկոլ Փաշինյանը բավականին իմպուլսիվ, այսպես ասած բլոգերային քաղաքականություն վարող, հանրության հետ անմիջական կապի մեջ մտնող էմոցիոնալ մարդ է։ Այսինքն այս սրա հետ պիտի հաշվի նստենք, որ այդ քաղաքական գործի կերպարը այդպեսին է։ Ոնց որ կա Թրամփ իր կերպարի մեջ, որի հետ պիտի հաշվի նստել, որ այդ մարդը այդ ձևի բնույթ ունեցող, այդ ձևի իր շուրջ այդ ձև կերպար ստեղծած մարդ է։ Նույնը վերաբերում է Փաշինյանին, բնականաբար ընդդիմությունը փորձելու է դրանից օգտվի, պիտակավորի եւ այլն, բայց այստեղ ավելի շատ նրբությունը կայանում է նրանում, որ այս սոցցանցային իրականությունը նաև ստիպում է քաղաքական գործիչներին այսպես ասած որոշակի ինտրիգային շեմեր, հա, անցնի, որովհետև առանց դրա այլևս դժվար է պատկերացնել քաղաքականությունը ինչպես է լինելու, եթե մարդիկ ամբողջ օրը հեռախոսի մեջ մտած այդ ալգորիթմերի ենթակայության տակ կոնտենտ են սպառում։ Իսկ հնարավոր չի այլևս, ես կարծում եմ, հետ վերադառնալ այն ժամանակները, երբ որ երկրի ղեկավարը, չգիտեմ, ամիսը մի անգամ նստում էր հեռուստացույցի առջև, ձեռքերը սենց դնում էր ու ինչ որ այդպես դեկլարատիվ խոսքեր ասում։ Այդ ժամանակները վաղուց անցել են ու դրա հետ պետք է հաշվի նստել։ Մյուս կողմը արտաքին ասացություններու եւ այդ եթե ինտիմության խոսույթին ներտանք անգախ անգե որ ամեն անգամ գշեշտվի որ Հայաստանը դառնալու է թուրքական վիլայետ, մենք նկատեցինք որ Թուրքիան շատ զսկուշավոր, շատ զուսպ հայտարարություններով հանդես եկավ, այսինքն այո, ողջունեց ընդրություններու արդյունքը, սակայն այդպես չփարապանեց Փաշինյանի թերը, սա ինչ հագասության մեջ ենք, մեկ կողմի ինտիմությունը գսե թե Էրդողանի թուրք-ադրբեջանական դանթեմի կորձիչն է, սրդի կորձիչն է Փաշինյանը, մյուս կողմը Թուրքիո կողմը այդպես բան չկար, շտաբողականություն չկար, որ գեցեք եւ այլն, ինչպես կմեկնաբանենք։ Անկեղծ ասած ես թուրքական ազդեցություն, հա, մեր քաղաքական դաշտի վրա իրականում գոյություն չունի, էլի, ասենք եկեք անկեղծ խոսանք։ Ոչ թուրքական կուսակցություններ գոյություն ունեն, ոչ առանձնապես թուրքական կապիտալ գոյություն ունի, ոչ թուրքական լոբի ստեղ գոյություն ունի, ոչ թուրքական շահեր գոյություն ունեն, ստեղ որ պիտի սպասարկեն այդ քաղաքական ուժերը։ Աշխատի, նաև սպիրկի մեջ կաշխատի։ Բնականաբար այդ թեզը արդեն սիրելի է։ Ոչ միայն 30 տարվա, մի 60 տարվա արդեն կազմավորած թեզ է, հա, բոլոր այդ բանաձևերը գրած է այդ թեզով ոնց պիտի աշխատել, այսինքն սա մի հատ հստակ մեխանիզմ է, որից շատ դժվար է առհասարակ դուրս գալ, հա, ինքը իր կյանքով արդեն այդ համատեքստը, ինքն իր կյանքով ապրում է, որտեղ այնքան ժամանակ է անցել այդ Հայաստանին հակաթուրքական սեպ դիրքավորելու իրավիճակից, որ արդեն ինքն իրանով այդ խոսույթը ապրում է, նույնիսկ եթե այդ կազմակերպիչները ոչ մի բան չանեն, ինքն իրանով գնալու է առաջ։ Այսինքն ցանկացած պարագայում Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ որևէ խոսակցություն կամ որևէ հարաբերությունների կարգավորման փորձ, այդ պիտակավորումն ունենալու է։ Բայց դիրekt պիտի հաշտ լինել, պիտի հասկանալ, որ ժամանակի հետ հանրությունը արդեն բավականին ունակություն ունի այդ կեղծ թեզերը իրականությունից զատելու ու կարծում եմ ինչքան ժամանակն անցնի արդեն այդ թեզերի անգործությունը ավելի ու ավելի ակնառու է դառնալու, որտեղ այդ թեզերն օգտագործող քաղաքական ուժերը տեսնում են, որ հաջողություն չեն արձանագրում։ Մյուս կողմը նաև գիտեք այս ընդրություններուն մեծ ցուցանիշ կար ընդրողներու եւ արդյոք այդ մեկը գգաբեք ինչ որ Ռուսաստանեն եկող մեր հայրենագիցներուն որպես հագատարծություն, որովհետև այնտեղ նաև բադմության շղթամը գա, Հայաստանի մերժված կոնյակը գա, պատկերավոր ասած, ծաղիկներու հարցը գա, նաև դարբեր առումներով աբակայի հաշվում տրված
ռուսական սպառնալիքի խոսույթը գա գազի տանգացում ամբողջական թողլքում Հայաստանի տնտեսության փլուզում աստված ոչ անի բայց այդ բոլորը եւ ադոր վրա մեր հայրենագիցներու այսպես դունդարցը ընդրական միսիայով ճագերդի մեջ եւ իրենց հերացումը սա ինչ որտեղ հասարակության մեջ ինչ որ քրքիր մտրա որ այդքան մեծ որովհետեւ եթե թիվերը նայենք կբն շատ ավելի թիվով կվեները ստացած է քան 2021-ի կվեները եւ այդ մեկը փաստացի է իրականություն մնե մեր աչքերուն առջեւ հագարակ վերահաշվարգին հագարակ բգ-ի տշկոհության մի քանի ցայներ ու սխալներուն որոնք դարձան մազի այսպես մազի թելիբես կներգայացվի եւ դարձան պատոց մադի եւ այդ մեկը ընդդիմության գողմե այս բահում միակ կրեդին է գարձեք դուք ինչպես տեսակ մեր ժողովուրդը իրապես ես օրինակ շատ պիտի ուզեի գրել այդպիսի գրառումը որ խորքի մեջ այս բادرազմը կամ այս ճակատամարտը Հայաստանի կոնյակի չերմուգի եւ ծաղիկներու ճակատամարտներ այդպիսի բան կա ես այդ համիտեմ որ այդ հակազդեցությունը գոյություն ուներ ու ոնց որ աշխարհի շատ երկրներում տեսնում ենք երբ որ արտաքին ազդեցություն է լինում ներքին շատ տարաձայնություններ դրվում է մի կողմ եւ պետականության զգացողություն ունեցող զանգվածները փորձում են ամեն դեպքում աջակցեն իրենց պետությանը նույնը եղավ հա Իրանի դեպքում երբ որ ամերիկյան հարձակումը եղավ տեսանք այդ կոնսոլիդացումը ամեն դեպքում նույնիսկ իրանց համար ատելի իշխանությունների կողմից նույն իրադրությունը տեղի ունեցավ Հայաստանում ու շատերի համար անընդունելի էր այդ ակնհայտ միջամտության փորձը Հայաստանի ներքին գործերին դա վերաբերվում էր եւ ռուսաստանցի պաշտոնյաների որոշ հայտարարություններին եւ ակնառու էր որ ռուսահայերի հա հոսք կա Հայաստան հենց ընտրական туриզմի նպատակով ուստի բնականաբար ես շատ դրական եմ գնահատում այդ իրավիճակը որ Հայաստանի հա չէ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայաստանցիները Հայաստանում ապրողները դրան համապատասխան արձագանք տվեցին դա եւս խոսում այն մասին որ որպես պետություն մենք շարունակում ենք ամրապնդվել առնվազն որտեվ դա պետական մտածողության մասին է խոսում երբ որ քաղաքացին նույնիսկ դժգոհ լինելով օրվա իշխանություններից արտաքին վտանգի ու արտաքին միջամտության դեպքում աջակցություն է հայտնում այդ իշխանություններին դա պետական մտածողության մասին է խոսում իսկ ինչ կգարձեք մենք դարձյալ այդ դահաճ գինոն գիտեք գինոմը որ վատն է նորեն դիտելու ստիպողությունը ահավոր է նոր խորհրդարանը այդ վերջին գինոյի շարունակությունը պիտի համարվի այն իմաստով որ ընդդիմությունը պիտի կա այսպես քննադատություններ թափե եւ չաշխատի եւ թիմացեն իշխանությունները շատ ավելի փոցավար խոսքերով վիրավորանքներ նույնիսկ փախումներ ձեզգրդուկ շիշի գրիվ դուք ինչ կմտածեք ինչպես կդիտարկեք գիտեք պիտի խոստովանել որ ռուսական ընդդիմություն ասածը հա այդ ռուսամետ ընդդիմությունը կամ ռուսական ընդդիմությունը մոտավորապես 40%-ին մոտ զայներ էր ստացել ու դրա հետ պիտի հաշվի նստել ամեն դեպքում պիտի հասկանալ որը քիչ չի այսինքն լավ բևեռացում էր գնացել մի 50%-ը ԿՊ-ներ տարել մի 40%-ը մյուս ուժերն են այսինքն ընդամենը տակը 10% ձայն էր համարյա թե մնացել որոնք որ այլ ուժեր էին տարել այսինքն շատ մեծ ներողություն բևեռացում էր տեղի ունեցել ու սրա հետ պիտի հաշվի նստել են հանգամանքի հետ որ այդ թևը բավականին ծանրակշիռ է 40% ձայն տանելը դա շատ մեծ թիվ է ու իշխանությունները չեն կարող այլևս դրա հետ հաշվի չնստեն այսինքն Ռուսաստանի հետ որպես գործոն ներքաղաքական գործոն Հայաստանում պիտի հաշվի նստել որովհետև առանց դրա ես չեմ կարծում թե առաջիկա 5 տարին հնարավոր է լինելու ու հնարավոր է առհասարակ անտեսել այդ 40%-ի ներկայությունը ու արկայությունը
ուստի ես կարծում եմ, որ այդ խոսույթից զատ իշխանությունները փորձելու են Ռուսաստանի հետ, իսկն իրանց սատելիտների միջոցով իհարկե, բայց փորձելու են Ռուսաստանի հետ ինչ որ հարաբերությունների հստակեցման գնան ավելի շատ, քան նախորդ 5 տարիների ընթացքում էր, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ այդ ներկայությունը Ռուսաստանի ոչ թե նվազեց, այլ ավելացավ։ Ուստի առաջիկա 5 տարին այդ նշանի տակ է անցնելու, ցավոք սրտի։ Իսկ սահմանադրության խնդիրը ինչ որտեղ կխանգարե Հայաստանի այսօրվա իշխանություններուն ավելի համարձակ քայլերով երթալու խաղաղության գործընթացին եւ Ադրբեջանի հետ ի վերջո ինչ որ բան ստորագրելու, չնայած մարդիկ կան գսեն թե մենք երգինք ելենք եդիչնենք, Ալիևը ոչ մի թուղթի վրա չստորագրեր։ Ես կարծում եմ, որ ավելի դժվարացավ այդ գործընթացը։ Ես անձամբ հույս ունեի, որ եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունենար, Ալիևը գուցե նաև այդ թուղթը ստորագրեր առանց սահմանադրության փոփոխության, հա, բայց հիմա կարծում եմ, որ դա տեղի չի ունենա։ Երկու դեպքում էլ, հա, եթե չուզենա էլ որևէ թուղթ կնքել, էլի պնդելու է, որ այս սահմանադրության չփոխելն է դրան խանգարում, եթե նույնիսկ իրոք ուզենա այդ փոփոխությունն անի, կարծում եմ ամեն դեպքում ինքը էլի պնդելու է այդ սահմանադրության փոփոխությանը այն նկատառումով, որ ինքը ուզենալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա դրա տեղամաս եւ քվեարկի այն բանի օգտին, որ Ադրբեջանից ինքը ոչ մի պահանջ չունի։ Ուստի այդ թեման կախված է լինելու օրվա իշխանությունների գլխին, թե հիմա իրանք ինչ լուծում են դրան տալու, փորձելու են։ Դա այստեղ նաև տրիպը, այսինքն փրգող, եթե ասենք, հա, այստեղ ավելի է դժվարանում իշխանությունների գործը, ու ես չգիտեմ իրանք ինչ պլան պիտի մշակել, հա, թե ոնց է հնարավոր դրան հասնել, չգիտեմ, աշխատել ընդդիմադիրների հետ, թե ուրիշ ինչ որ մի բան մտածել, բայց մարտահրավեր է, այսպես ասած, կանգնում Փաշինյանի իշխանության եւ Հայաստանի արչեւ, թե ոնց է առաջիկա 5 տարվանների ընթացքում այդ խաղաղության պայմանագրի հարցը լուծվելու։ Իսկ առանց դրա 5 տարի հետո նորից գնալ ընտրություններին շատ դժվար ու խնդրահարույց է լինելու։ Իսկ եթե թուղթը, այսինքն չեղավ, հա, գոյություն չունեցավ դա, բայց ինչ որ տրիպի արումով որոշ շարժեր կան, Բանովյան, որ դրական ինչ որ բաներ կան, նշաններ կան, որովհետեւ մենք գիտենք, որ Ալիևի սրդով չէր երթալ Վաշինգտոն եւ լուսանգարվել Թրամփի եւ Փաշինյանի գողքին։ Գիտեք ինչ խոսույթեր եւ ինչ դարձավ։ Հասկանալի է։ Դե ես անհանգստություն ունեմ, որ առանց այդ վերջնական խաղաղության պայմանագրի, առանց սահմանները բացելու եւ առանց հաշտության, այդ տրիպը գուցե իրոք վերածվի ադրբեջանական միջանցքի։ Եթե տրիպը միայն աշխատելու է, իսկ մնացած մեր սահմանները փակ են մնալու, ինչ հասկացանք։ Դա շատ վատ սցենար ու վտանգավոր սցենար է Իրանից ներկայացնում ու գուցեև Ալիևը ուզենա, որ այդ սցենարը հենց գնա, այդ սցենարով գնան իրադարձությունները։ Եվ հանգարց գոչե Զանգեզուրի միջանցք։ Հա, այսինքն կարող է դա ցավոք սրտի իրականություն դառնա, եթե հանկարծ տրիպը սկսի աշխատել, իսկ խաղաղության պայմանագիրը ի վերջո չկնքվի։ Այսինքն ստեղ նաև պետականամետ ուժերը այդ գիտակցումը պիտի ունենան, որ այդպիսի սպառնալիք գոյություն ունի Հայաստանի համար ու գուցեև այդ սահմանադրության փոփոխության հարցում որոշ ուժեր ընդառաջ գնան Փաշինյանին։ Ազգային ժողովում գտնվողների մասին է խոսքը, կամ որոշ անհատներ գուցե հաշվի առնելով այդ հանգամանքը ընդառաջ գնան Փաշինյանին ու այդ սահմանադրական հանրաքվեն դնելու։ Այսինքն դուք մշուշոտ կտեսնեք, որ սահմանադրության օրագարկը պիտի կա սեղան, որովհետեւ արիտ չդրվի Ալիևին ուշացնելու կամ ինչ որ խուսանավելու։ Հա, տենց մարտահրավեր մեր արչև գոյություն ունի, ուղղակի մենակ Փաշինյանի մարտահրավերը չի, դա Հայաստանի Հանրապետության մարտահրավերն է, այո, Հայաստանի խնդիրն է, որտեղ այդ պայմանավորվածությունը արդեն գոյություն ունի, այսինքն տրիպը լինելու է, հիմա կամ տրիպը լինելու է
մեր ամբողջ լոգիստիկան բացելով մեր համար կամ թրիպը լինում է որպես միջանցք։ Հիմա այդ որոշումը նաև մեծապես մեզնից է կախված լինելու։ Հիմա եթե պիտի ինչ որ քաղաքական ուժեր դա տորպեդահարեն ու իրանց քաղաքական շահերից ելնելով այնպես անեն, որ թրիպը իրոք դառնա միջանցք, դա շատ վատ տեղ է մեզ տանելու։ Ես այդպեսի մարտահրավեր տեսնում եմ ու անհանգստություն։ Երևում է, չէ, երևից սենց եկա։ Ինչ կա այդ անհանգստությունը կա այդպես հնարավորության։ Իսկ բան Հովյան, գիտեք, ամեն մեկ սերունդ իր փապակը իր խնդիրը ունի իշխանություններուն հետ։ Մեր ինչ որ իմ շրջաբադիս մեջ անգամ 3 սերունդի մոտ ինչ որ կողունակություն մը գա, մանավանդ որ Փաշինյան դարբեր արիտներով ասավ, թե այդ առողջապահական համագարկը պիտի շարունակենք ոչ թե նախընտրական թրիկ մներ, սուդ մներ։ Դուք որպես սերունդ, գայացած սերունդի ներկայացիչ ծեր ասպարեզում հաջողած ինչ կգնգալեք Հայաստանի այսօրվա իշխանություններեն, ինչ են ծեր փապակները, խնդիրները, ինչ կփնտրեք այս իշխանությունները, որ իրականացնեն եւ ծեր կյանքը ասենք ավելի բարվոք դառնա, ավելի զարգանա եւ մենք իսկապես ապրենք ուրիշ Հայաստանի մեջ։ Այրայի հարցումները որ նայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամենամեծ անհանգստությունն ու մարտահրավերը մեկը մնում է անվտանգության հարցը։ Ուստի Փաշինյանից ամենամեծ սպասելիք ու ակնկալիք, քվետալու մոտիվացիան անձամբ իմ համար խաղաղության օրակարգը վերջնակետին հասցնելն է։ Մնացած բաները իհարկե կարելի է դժգոհություններ ունենալ, կարելի է կարծել, որ դա կարելի է ավելի լավ անել կամ ավելի կոմպետենտ անել, այդ ամբողջը գոյություն ունի, հա, այդ օբյեկտիվ դժգոհությունն էլ գոյություն ունի հանրության մեջ շատ ու շատ հարցերի վերաբերյալ, կադրային քաղաքականության եւ այլնի, բայց գլխավոր հարցը շարունակում է մնալ խաղաղության օրակարգը ու Փաշինյանն ամեն դեպքում հանձն է առել այդ օրակարգը առաջիկա 5 տարիների ընթացքում միջև վերջ տանելու։ Հիմա իրանից է ու իշխանություններից է կախված լինելու, թե այդ օրակարգը վերջը 5 տարվա մեջ կհասնի իր հանգուցալուծմանը, թե չէ։ Եթե չի հասնում, Հայաստանը շատ ավելի մեծ ու բարդ մարտահրավերների առաջ է կանգնելու 5 տարի հետո։ Այսինքն իմ ակնկալիքը դա է, խաղաղության օրակարգը հասցնել վերջնակետին։ Այս կոնտեքստի մեջ անվտանգություն կան, եսիք վերջին 28 մայիսի պարեյդը բանակի զորահանդեսը ցեզ դպավորեց, այնտեղ ինչ որ լուրջ աշխատանքի սխեմաներ նկատեցիք, թե բարձրապես դարձյալ այն պետք է դեղատրել նախընտրական ընդհանուր դրամատրություններուն եւ չեմ սիրել այդ բառը շոուի մեջ։ Գիտեք, ես ամեն դեպքում կարծում եմ, որ այդ մեծ անվտանգային համակարգի մեջ Հայաստանի բանակը չի կարա առաջի տեղում լինի այլևս, որովհետև Ադրբեջանի գերակայությունը մարդկային ռեսուրսների, ֆինանսական ռեսուրսների, լոգիստիկայի, դաշնակիցների այլևս անհամեմատ առաջ է, հա, Հայաստանից ու հույս ունենալ նրանով, որ մեր ներողություն հույս ունենալ, որ մեր անվտանգային համակարգի մեխը պիտի լինի հենց զինված ուժերը, ես կարծում եմ դա շատ վտանգավոր տեղ է մեզ տանելու ու առաջնային գործոնները պիտի լինեն ուրիշ բաղադրիչներ այդ անվտանգային համակարգը կառուցելու համար, բայց բնականաբար բանակն էլ իր տեղն ու դիրքը ունի դրանում ու ամեն դեպքում այդ զենքերի զինատեսակների արկայությունը ու պետության կառավարության ընդառաջելը, հա, այդ այսինքն գումար տալը, առաջնային տեղում պահելը բանակի սպառազինության ու մոդեռնիզացիայի հարցը համենայն դեպս դրական տպավորություն է թողում, այսինքն մենք տեսնում ենք, որ կառավարությունը ունի այդ ցանկությունը բանակը վերազինելու, փոփոխելու։ Զգացվում է դա, որ այդ բանը կա։ Ցանկությունը առնվազն կա ու հնարավորությունները կան դա կատարելու։ Իսկ հայկական արտադրության դրվածքով ցեզի հույս կներշնչե, որ մեր բանակը նաև պիտի կամ մեր սենք այդ գործարանները պիտի կարողանան ինչ որ մեկ level բարձրացնել հայկական արտադրությունը, որ կարողանանք նաև
նոր շուկաներ ունենալ, որովհետև մենք կնկատենք, որ Արաբական ծոցի բարակային օրինակ անոնք կաղաչեն Ուկրաինային, որ ծեր փորձը բերեք, ԱԹՍ-ներ վաճառեցեք մեզի, մենք ալ չպետք է այդ մնանք իմ համեստ կարծիքովս։ Գիտեք, դա արդեն Մանրամասնություններ են։ Չէ, ես դա կդիտարկեի բիզնեսի տեսանկյունից, դա արդյոք արդարացված ծախս է, արդյոք արդարացված է, չէ, այդ պահանջարկ առաջարկ գին ինչքան է նստում, եթե հայկական արտադրությունը 5 անգամ ավելի թանկ է նստում, քան հնարավոր էր դա գնել օրինակ հնդիկներից, չգիտեմ, դա արդյոք օպտիմալ ծախս է, թե չէ, այսինքն այստեղ բիզնես հաշվարկի տրամաբանություն պիտի լինի տակը, որին ես չեմ տիրապետում, բայց հարցին ես ավելի շատ այդ տեսանկյունից կնայի, քան այդպես ինչ որ բավարարվածություն զգայի, որ սա հայկական արտադրանք է եւ այլն, Պիտի նայել բիզնես տեսանկյունից, արդյոք դա արդարացված է, արդյոք դա արդյունավետ է, թե մենք բավականին շատ գումար ենք ծախսում, բայց ավելի քիչ արդյունք ենք ստանում, եթե դա առնեինք ուրիշ երկրներից։ Բայց դա իմ բանը չի, իմ ոլորտը չի կամ իմ մասնագիտականը չի, որ կարողանամ ես գնահատական տամ դրան։ Վերջին ծեր խոսքը ինչ կուզեք ասել սպիրկի մեր հայրենագիցներուն, որոնք ասենք ոնց մե շատերը կամ շատերը այս ընդրություններու արդյունքներ են կողչեն եւ կպապակեին, որ այս իշխանությունները հեռանան եւ այսօր ստատիստիկներ չի կան, բայց առնվազն համացանցով երևելի է այդ բողոք այդ դժգոհությունը եւ իրենք լուրջ գիտեք, այստեղ բարդությունը չէ խնդիրը, այլ Հայաստանը վանողական դարձնելու դրամատրություններն են, որոնք ի հեջուկս են հայկական շահերուն, որովհետև եթե ընդրությունը եղավ եւ ժողովրդին գամքը այդպես էր, մենք պետք է հարգենք այդ գամքը, բայց այս գիտակցության բացակայությունը մեզի գտնե ուրիշ խնդիրներով արժև։ Գիտեք, как раз Տես մտքեր ես էլ ունեի, ինչ որ Instagram-ով reel էի, նայում ռուսահայերի ինչ որ ստենդափային ինչ որ մի բաներ, ու մտածում էի, թե ինչքան տարբեր ենք մենք Հայաստանում ապրողներս, հայաստանցիներս, կոնկրետ այդ դեպքում Ռուսաստանում ապրող հայերից, որտեղ պիտի հասկանալ, որ պետություն ունենալը սեփական պետություն ունենալը դա լրիվ այլ օրակարգ է, լրիվ այլ տրամաբանություն ու բովանդակություն է այնտեղ ապրող մարդկանց համար, իրանց մտածելակերպի, իրանց առօրյայի, իրանց կյանքի կազմակերպման համար, քան Սփյուռքում ապրող հայերի կենցաղը, կենսակերպը ու իրանց մտածողությունը։ Այսինքն այստեղ շատ կարևոր հանգաման գոյություն ունի, ինչքան Հայաստանի պետականությունը այնքան կենսունակ է դառնում ու երկար ժամանակ է անցնում, այնքան Հայաստանում ապրողների մտածողությունը ու տրամաբանությունը սկսում է տարբերվել Սփյուռքում ապրող հայրենակիցներից։ Այս հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել, որտեղ այն մտքերը, այն աշխարհ հայացքը, որ մենք ունենք ստեղ ապրողներս, այն հարցերը, որի մասին մենք մտածում ենք, Սփյուռքում ապրողներն այդ հարցերի մասին չեն մտածում, ու դրա հետ պիտի հաշվի նստել, որ մենք արդեն բավականին տարբեր ենք իրարից։ Մեր օրվա մտածողության առուտի բաժինը արդեն հասնում է այնպիսի իրադարձությունների ու այնպիսի գործողությունների, որոնք Սփյուռքում ապրող հայերը երբեք գուցե չեն մտածել այդ բաների մասին։ Ու քանի գնա այդ անջրպետը այնքան ավելի ու ավելի մեծանալու է, ու դա ակնհայտ է։ Այսինքն այն տրամաբանությունը, որ փորձենք ավելի ու ավելի մոտեցնենք շփման եզրերը, ասենց ասած, չի լինելու։ Տրամաբանությունը գնալու է ավելի ու ավելի հակառակ կողմ։ Այսինքն մեր շահերն ու հետաքրքրությունները քանի գնա այնքան ավելի ու ավելի իրար են հակասելու։ Հակառակ տրամաբանությունը ես չեմ կարծում, թե լինելու է։ Որտեղ ինչքան պետականություն ունենալը երկարում է մեր համար, ինչքան մենք ավելի ու ավելի երկար ենք ապրում որպես անկախ պետության քաղաքացիներ, այնքան կտրվում ենք այն իրականությունում, որտեղ ապրում են Մոսկվա հայերը կամ Լոս Անջելեսի հայերը։ Լրիվ տարբեր մտածողություններ մենք արդեն ունենք հենց այս պահին, ու քանի գնում դա մեծանում է։ Որն է լուծումը։ Լուծումը հաշվի նստել է դրա հետ, թե մենք հաշվի նստենք նրա հետ, որ այն մարդիկ ուրիշ
կենցաղով ուրիշ առօրյայով են ուրիշ ապրում։ պապակներ ունին։ Հա, եւ իրանք պետք է նստեն մեր հաշվի հետ, որ մենք հաշվի նստեն մեր հետ, հա, որ մենք ստեղ օրակարգեր ունենք։ Ինչ է մեր խնդիրը։ Հա, մենք ինչերի մեջ ենք, որը որ իրանք պարզապես ֆիզիկապես էլ չեն կարող։ կարող։ Հայաստան են ուզում, ուրիշ բան չեն ուզում, օրինակ, չգիտեմ։ Հա, դա շատ չէ, ես ավելի կենցաղային բանի եմ տանում, որտեվ ստեղ էլ կարող է, հա, ստեղ էլ կարող է ծովից ծով ուզենան, բայց ստեղ ասենք շատ ուրիշ օրակարգերի մասին ենք, հա, մենք մտածում։ Հասկանում եմ, որ ծմրանը ինչ որ խնդիրներ ունեն ընդանեկան լուծելու կամ ինչ որ Տեսեք, հա, մի հասարակ օրինակ, մենք մի քանի օր ամբողջ հասարակությունով ինչ որ քվեաթերթիկների հաշվելու կամ ինչ որ sense գործընթացների մեջ ենք, փոքր մանրամասնությունների, ինչ որ բաների մեջ ենք, հա, այս մի բանտարկյալին ազատելու համար ինչ որ մարդիկ, որոնք ապրում են Գլենդելում, կարող երբեք այդ քվեատուփ հաշվելու մասին առհասարակ մտածած չլինեն, թե դա ինչ է։ Առօրյայի մեջ։ Այսինքն իրանք այնքան կտրված են այդ մեծ պետությունների առօրյայի հա, ու կենսագործունեությունից, իրանք այնքան հեռու են այդ դրանից։ Իրենք ուզում են հերուն բուբրիկը, որ գոչվում է Հայաստան եւ գրվի Թուրքիայի դեմ, իսկ մենք ամենօրյա ռեժիմով, պետություն ունենալ։ Հա, մենք ամենօրյա ռեժիմով այդ պետականավարության process-ի մեջ ենք բոլորս։ Այո, պետություն ստեղծելու, չէ՞։ Հա, մենք բոլորով այդ պետություն ստեղծելու գործընթացի մեջ ենք։ Սա ավելի շատ գիտեք ինչի է նման, ոնց որ սեփական բիզնես ունենալը, որ մարդը սեփական բիզնես ունի, պիտի այդ օրը հաշվապահությունը վարի, սա անի, հարկերը մուծի եւ այլն, եւ մեկը, որը աշխատում է մի մեծ հիմնարկությունում, պարզապես կլերկ, կամ ինչ որ ուրիշ մի ոչ top management, երկրորդական տերի, սովորական հասարակ աշխատող, այդ մարդկանց առօրյան տրամաբանությունը ու իրանց կենսակերպը տրամագծորեն տարբեր են իրարից։ Եվ նույնիսկ հագատրվող է հաճախ։ Իհարկե հակադրվող է, մարդը ժամը 6-ին իր աշխատանքը վերջացնում է, գնում է տուն ու այլևս չի մտածում այդ հիմնարկի մասին։ Եթե մի բան եղավ, ինքը կնայի թեղ որտեղ ուրիշ վականսի կա, կդիմի այնտեղ կգնա ուրիշ տեղ աշխատանքի։ Անընդհատ ավելի լավ աշխատատեղի, ճիշտ է։ Ավելի լավ աշխատատեղի փնտրտուքի մեջ է։ Եթե կարա այդ օրը գործի չգնա, ինքը հաջողակ չգնա։ Մի հատ բժշկի թուղթ կհանի, որ բան չանի, այդ մի օրը բացություն չեն կնար չաբրել Հայաստանում, էլի։ Այո, իսկ բիզնես ունեցող մարդը ինքը չի կարա, չէ ինքը ասի այ մի բան սարքեմից չգնամ 10 օր գործը, չի լինում։ Հիմա այ մոտարապես այդ իրավիճակում ենք մենք։ Հիմա այնտեղ աշխատողը սովորական ինչ խորհուրդ պիտի տա բիզնես անող մարդուն, որը այդ օրը պետք է հարկերը մուծի։ Շատ տարբեր տրամաբանությունների մեջ են։ Ու քանի գնա այնքան հեռանալու է այդ տարանջատումը Սփյուռքի ու հայաստանցիների միջև։ Առաջարկս դեղին է, որ շատ հաճախ պետք է կան մեր հայրենիքները տեսնեն այստեղ, որ դուրս նստած չսեն, որ 10 հատ մզգիթ են կառուցել կամ չգիտեմ մի հատ կարան չգան, բայց իրանք պիտի հաշվի նստեն այն հանգամանքի հետ, որ սա մեր հիմնարկությունն է ու մենք ամենօրյա ռեժիմով դա կայացնելու գործի մեջ ենք ու դա շատ ուրիշ տրամաբանություն է դրա տակ դրված, որ իրենք չեն պատկերացնում ու չեն տեսել երբևէ, ոչ է մասնակցում են։ Մի հատ բան հիշեցի, այդ 2 տարի առաջ էր պատերազմից հետո մի հատ հանրագարկ էր եկել Թուրքիայից թուրքական նշաններով, այդ ինչ բադմություն գնաց մի քանի օր հատկապես Սփյուռքի թուրքական մեքենա, թուրքական տենց անգերձ զրույց էր։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ Պարոն Հովյան, մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հետընտրական ընդհանուր զարգացումներում մասին խոսեցանք երկար բաժանում է հետո այսօր ունենք նոր խորհրդարան, նոր ազգային ժողով եւ նոր քաղաքական կյանք եւ հուսադրիչ է, որ հույսեր կան, որ անշուշտ մեր քաղաքական կյանքը կդառնա ավելի առողջ, ավելի շինիչ եւ բոլորս միասին կլծվենք pedagogian գառուցման վեհգործին։ Ցերեծ Սակոարյանն էր, հյուրս Հայկ Հովյանն էր, նաեւ հորդորս ցեզի հետևիլ մեր հարտակներուն լայք մսեղմել, մեկնաբանություն տողել եւ հիշեցեք, որ մենք անգախ մամուլի ներկայացիչ ենք, բարի մնացեք։